Այսօր եւ վաղը մրցասպարեզ դուրս կգան Հայաստանը ներկայացնող վերջին երկու մարզիկները։ 25 հոգանոց հայկական պատվիրակությունը առայժմ հաշվի կշռում 2 բրոնզե եւ 1 արծաթե մեդալ ունի։ Այս արդյունքը ամփոփելու համար այսօր Ազատություն ռադիոկայանում հյուրընկալել ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեի լրատվության վարչության պետ Յուրի Ալեքսանյանին եւ Առավոտ օրաթերթի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանին։ Իհարկե պարզ է արծաթը ավելի հարգի եւ բարձրարժեք մեդալ է, այնուամենայնիվ կարելի է վստահ ասել, որ Պեկինի օլիմպիադայի համեմատությամբ Հայաստանը լուրջ նվաճում ունի, որտեղ մենք 6 բրոնզ ունենք, հիշեցնեմ։ Սպորտը թվերի եւ փաստերի հիման վրա է մեկնաբանվում։ Եթե 6 բրոնզե մեդալով Հայաստանի պատվիրակությունը Պեկինի օլիմպիական խաղերում բաժանեց 78-79-րդ տեղը, ապա այս անգամ արդեն 44-րդ տեղում էր 2 օր առաջ։ Հիմա որերորդ տեղում կլինի չեմ կարող ասել, բայց միանշանակ է, որ առաջադիմությունը տասնյակ աստիճաններով արդեն կա։ Եթե մեր կարծիքը հաշվի առնենք, անկախ ամենիչից պիտի ասենք, որ օլիմպիական խաղերում հիմնականում է թիմային ոչ պաշտոնական մրցակցությունը հաշվարկը առաջին հերթին գնում է մեդալների որակով։ Եվ հենց միայն այն, որ հայերը Լոնդոնում արդեն ունեն 1 արծաթե մեդալ, որակական առումով դա արդեն կարելի է համարել առաջընթաց քայլ։ Իսկ մարզիկների որակականը չնկատելի է, ի վերջո մեդալը նաև այսպես բախտի հետ է կապված։ Իհարկե, Արսեն Ջութալակյանը օլիմպիական արծաթե մեդալ նվաճելուց առաջ տարավ տպավորիչ հաղթանակներ, այդ թվում նաև շատ գեղեցիկ հաղթանակ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, եւ միայն եզրափակիչում նա պարտվեց, եթե չեմ սխալվում, աշխարհի չեմպիոնին, գործող չեմպիոնին Ռուսաստանցի։ Որակական առումով բնականաբար առաջընթաց կա, իսկ Արթուր Ալեքսանյանը պարզապես կարելի ասել փայլուն ելույթ ունեցավ։ Եվ եթե որքան լսեցինք ռեպորտաժները, հեռուստառեպորտաժները, եթե առաջին գոտեմարտում նա իր կողոս կրել չվնասեր, շատ հնարավոր էր, որ նա անպայման օլիմպիական ոսկի կվերցներ։ Դառնալով կոնկրետ մարզաձևերին կուզենայի կենտրոնանայինք հատկապես ծանրամարտի վրա, որը փաստորեն ըմբշամարտի հետ Հայաստանի օլիմպիական թիմի ծանր հրետանին էր համարվում։ Փաստորեն մեր ծանրամարտիկների հիմնական մասը ձախողվեց, եթե չհաշվենք Ռիփսիմեի մեդալը, ինչ հետևություններ է պետք անել այստեղ։ Գիտեք, հիմա այն պահն է, որ ամենաճիշտը սպասել մինչև պատվիրակությունը կվերադառնա, հետո այնտեղ են մեր ծանրամարտի հիմնական պատասխանատուները, հավաքականի գլխավոր մարզիչը, սպորտի նախարարության, ասենք, գլխավոր մասնագետը, ֆեդերացիայի նախագահ, նրանք կգան սպառիչ պատասխան, նրանք կտան այդ հարցերին ամենաճիշտը կպատասխանեն ծանրորդները, բայց անձամբ ես որպես, ասենք, մարզասեր այն համոզման եմ, որ դարձյալ Հայաստանում ծանրամարտը համարում է եւ կմնա մեր գլխավոր հրետանին։ Ես արդեն հասցրել եմ խոսել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հետ եւ ամբողջ նախապատրաստական փուլի ընթացքում, օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել եւ նրա եւ մարզիչների եւ մարզիկների հետ։ Գիտեք, այսօր արդեն հնչեցվում են ինչ-որ հրաժարականների մասին խոսքեր եւ այլն եւ այլն։ Ես դրան ամենևին էլ համաձայն չեմ, որովհետեւ ես տեղյակ եմ, որ ծանրամարտի ֆեդերացիան այս ամբողջ նախապատրաստական փուլի ընթացքում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզիկները ոչ մի խնդիր չունենան։ Եվ դեռ մի բան էլ ավելի, եւ եթե հրաժարական պահանջում են, երևի թե պիտի պարզապես օրինակներ բերեն, թե երբ ֆեդերացիան թերացավ նախապատրաստական փուլում։ Ինչ-որ հավաքների կազմակերպում, ինչ-որ մի հավաք բաց թողնել, չանցկացնել, մի մրցման չմասնակցել, վիտամիններ, սնունդ, մի խոսքով, ինչ որտեղ են թերացել դրանք։ Այդպիսի բան չկա։ Իսկ մեր ծանրորդների ձախողումը երևի թե վնասվածքները դեր ու նշանակություն ունեցան, բայց իմ կարծիքով մեր ծանրորդներին շատ կանգարեց իրենց հոգեբանական պատրաստվածությունը, այսինքն ծանրորդը կարծես թե վախենում էր հաղթելուց, ինքը պատրաստ չէր հաղթելուն, եւ երկրորդը ես արդեն առիթ ունեցել եմ Առավոտի կայքում գրելու, որ շատ հնարավոր է, որ մեր ծանրորդներին խանգարեցին այն մեծ կոստումները, որ կային, ասենք,
օլիմպիական չեմպիոն դառնալու այդ բաների համար, այդ կոստյումները այդ դեպքում։ Եվ որքան մոտենում է մրցման օրը, մարզիկը հոգեբանորեն իմ կարծիքով ավելի շատ ոչ թե մտածում էր կոնկրետ գործի մասին, այլ մտածում է այդ մրցանակներին հասնելու մասին, շեղվում էր իր աշխատանքից։ Իսկ ընդհանուր առմամբ Հռիփսիմե Քուրշուդյանի մասնակցությունը, եթե ասենք, դա Հռիփսիմեի բրոնզե մեդալը միանշանակ ոսկու արժեք ունի, որտեղ Տատյանա Կաշիրինա եւ Զուլուլուի հետ անհավասար մրցակցությունում պայքարել, ու էլի վնասվածքով պայքարել։ Հիշենք անցած տարի նոյեմբերին աշխարհի առաջացնում ձեռքի ծանր վնասվածքը Հռիփսիմեն դեռ այս տարվա հունվարին 90 կիլոգրամ հրու վարժություն չէր կարող ամանալ։ Իսկ այս Լոնդոնի օլիմպիական խաղերում նա ամեն անգամ մրցարարտակ բարձրանալուց առաջ մարզիչները եւ մեր սորթը նրա ոտքը սառեցնում էին, ներսում էին եւ նա վնասվածքով մասնակցեց մրցմանը ու հաղթեց մինչ այդ դեռ գործող օլիմպիական չեմպիոն կորեացի մրցակցին։ Շարունակելով ծանրամարտի թեման, չեմ կարող շրջանցել հայաստանյան արձագանքներից թերևս ամենաաղմկահարույցը խոսքը Յուրի Վարդանյանի հայտնի հարցազրույցի մասին է, որում նա փաստորեն այս անհաջողությունները վերագրում էր Գագիկ Ծառուկյանի, ինչպես ինքն էր ասել, ոչ պրոֆեսիոնալ մոտեցմանը։ Իհարկե Ծառուկյանի քաղաքական թիմակիցները առաջինը հակադարձեցին, հետաքրքիր է օլիմպիական կոմիտեն ինչպես է արձագանքում, պարոն Ալեքսանյան։ Եթե նկատել եք օլիմպիական կոմիտեն չի արձագանքել, ես գիտեք, քանի որ օլիմպիական կոմիտեի մամլոյցարայությունում եմ աշխատում, իմ տեսակետը միանշանակ չի ընկալվի ռադիո լսողի կողմից, դրա համար ավելի լավ է ես շարունակեմ կամ լռեմ, իսկ ընդհանրապես օրինակ ասենք ինչով էր մեղադրվում Գագիկ Ծառուկյանը, ինչի համար պիտի պատասխան տար եւ ինչով էր մեղադրվում։ Կառավարման ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։ Ում կառավարման, ինչի Ծառուկյանի օլիմպիական կոմիտեի։ Ախր տեսեք, խոսքս ամենևին չի վերաբերում մեր փառահեղ ծանրորդ, իսկապես համաշխարհային ծանրամարտի գերեզոր աստղ Յուրի Վարդանյանին, եւ մանավանդ որ չգիտեմ նրա հայտարարություն, նրա տեսակետները, բայց չէ որ քիչ առաջ իմ գործընկեր Աշոտ Հակոբյանն ասեց, որ ֆեդերացիան իր աշխատանքերում չի թերացել։ Ազգային օլիմպիական կոմիտեի որ մի մարզադպրոցը լավ չի աշխատել, ազգային օլիմպիական կոմիտեի որ ծրագիրն է, որ չի իրականացվել, այսինքն ինչ կապ ունեն սպորտայի մարզիկների մրցելույթները ազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Պարզապես, քանի որ Գագիկ Ծառուկյանն է ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, նրա անունը անընդհատ նշվում է։ Սա կարծես սպորտից դուրս է գալիս ու այսպես քաղաքականությունն է տանում։ Եթե ես լինեի օլիմպիական խաղերի նախագահը կամ դու կամ իմ գործընկերը, մեր անունը չէր հոլովի այսքան։ Որովհետև Գագիկ Ծառուկյանը պարզապես այն մարդն է, այն գործարարը, բարեգործը, որ անընդհատ նեցուկ է կանգնել սպորտին։ Եվ եթե նա սպորտին նեցուկ է կանգնել, կարծում եմ նա միանշանակ պիտի ասել շնորհակալություն։ Իսկ սպորտաձևերի համար, մարզաձևերի համար պատասխանատու են ազգային ֆեդերացիաները, թող մեր ռադիո լսողը լավ հիշի, իմանա, ծանոթանա, ուրեմն ցանկացած մարզաձև, դա կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ցանկացած մարզաձևի ֆեդերացիա, թե բադմինտոնի ֆեդերացիա, դրանց աշխատանքային ծրագիրը կազմում է ֆեդերացիաներում, սկսած 2004 թվականից։ Նախկինում բոլոր աշխատանքային ծրագրերը կազմում էին եւ այդ աշխատանքներն իրականացնում էին սպորտի պետական կոմիտեի մարմինները, համապատասխան պետական մարզիչները, իրենց աշխատանքներով եւ այլ ասպես, եւ իրենք էին պատասխան տալիս սպորտի պետական կոմիտեն էր պատասխան տալիս մարզաձևերի հաջողությունների կամ անհաջողությունների համար։ 2004 թվականից գումարը պետական միջոցի հատկացրած գումարը փոխանցում է ազգային ֆեդերացիաներին եւ ֆեդերացիաներն են այդ գումարը ծախսում։
Որովհետև նրանք են կազմում աշխատանքային գրաֆիկը, որ ամսին, տարիքային որ խմբի առաջնություն անցկացնել, ուսումնամարզական հավաք անցկացնել, որ մրցուղերթին մեկնել կամ չմեկնել, երբ գնա կամ երբ չգան։ Գագիկ Ծառուկյանը պարզապես որպես բարեգործ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, բոլորը գիտեն ինչ հարցով լինում դիմում են, աջակցությունը ստանում են, մարդը օգնում է, բայց ազգային օլիմպիական կոմիտեն, եթե այստեղ հարցեր կան, պիտի միանշանակ Ինչպես է 2005 թվականից երբ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ ընտրվեց Ծառուկյանը, ու անընդհատ մարդիկ կարծում եմ շնորհակալություն են հայտնել նրա համար, մենք էլ ականատես ենք եղել, որ գիշերվա կեսին նույնիսկ պատանեկան տարիքի մարզիկները երբ վերադառնում են մրցումներից ինչ որ հաջողությունով, Ծառուկյանը անձամբ ինքն է գնում, շնորհավորում օդանավակայանում, դիմավորում նրանց եւ այլն, դրա համար իր անունը միշտ հոլովում է, ասում են, ես կարծում եմ, որ Ծառուկյանին միանշանակ պիտի ասել շնորհակալություն կատարած աշխատանքների համար։ Ձախողումների համար այդ մարդուն նախար ոչ մարզադպրոց ունի ազգային օլիմպիական կոմիտեն իր ենթակայության տակ, իր կառուցվածքում, ընկերս կարող է փաստել, ճիշտ եմ թե սխալ եմ ասում, ոչ նա մասնակցում է ծրագրերի կազմանը, ոչ մի բանի չի, ոչ էլ իդեպ, ոչ էլ 2005 թվականից սկսած, 2004 թվականից, ոչ էլ սպորտի նախարարությունը։ Օրինակ ասենք ըմբշամարտում հաջողություն կա, միանշանակ մեր Արսեն Ջուֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը։ Ինչը պիտի ասենք, որ ըմբշամարտի ֆեդերացիայի հաջողությունը վերագրել միայն օլիմպիական կոմիտեի աշխատանքների։ Օլիմպիական կոմիտեն աջակցել է մշտապես, բայց սա ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիային պետք ասել կեցեք։ Ինչու՞։ Ֆեդերացիայի նախագահը Փարքու պատիվն էր, Սամվել Կարապետյանն է մեծ բարեգործ, մարդը աշխատելով այլ երկրում փող իր աշխատած գումարից հատկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային։ Բայց նա գուցե տեղեկ է այդ ֆեդերացիայի աշխատանքների ընթացքից, որովհետև բան ու գործ չունի, ինչպես ասում են, նա հենց այն որ Հայաստանում չի, արդեն բնականաբար չի, իր նշանակած մարդիկ աշխատում են լավ թե վատ։ Հիմա մի հարց տամ ձեզ։ Տեսեք, հունարոմեական ըմբշամարտում երկու հաջողություն ունեցան, կարծրատե եւ բրոնզե։ Ազատ ըմբշամարտում ինչպեսին կլինի դեռ չգիտենք, այսօր եւ վաղը պարզ կլինի։ Իսկ եթե ենթադրենք Աստված մի առաստ է, հանկարծ ասենք մեդա չնվաճեն ազատ ոչայինները։ Պիտի ասենք, որ Սամվել Կարապետյանը ազատ ըմբշամարտին չօգնեց, հունարոմեական ըմբշամարտին օգնեց։ Այստեղ կարևոր է, թե որ թիմում ինչպիսի աշխատանքներ են տարվում, իսկ ինչու չանդրադառնալ հետևյալ փաստին։ Հայաստանում կա 168 մարզադպրոց։ Այդ 168 մարզադպրոցից եւ կամավոր մարզական ընկերություններ, երկու գիշերօթիկ, այսինքն քոլեջներ եւ այլն։ Այդ 168 մարզադպրոցից միայն 25-ն են գտնվում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության համակարգում։ Մնացած այդ 142-3-ը տարածքային կառավարման համակարգում են գտնվում։ Այդտեղից ինչ կադրեր են ստանում Հայաստանի ազգային հավաքականները եւ Հայաստանի ավելի ցածր տարիքի երիտասարդական, պատանեկան կամ կրտսեր տարիքի պատանեկան հավաքականները։ Այդ համալրման մասին ինչով են զբաղված մարզպետարանները, քաղաքապետարանները, թաղապետարանները, գյուղապետարանները, որոնցում կան գոյություն ունեն մարզադպրոցներ։ Այս հարցը պիտի առաջինը բարձրացնել։ Այսինքն դու ինչի հիման վրա բազան որն է, որ պիտի կառուցվի ազգային հավաքական։ Այդ չեմ խոսում մեզանում ավանդույթներով շատ հարուստ ավանդույթներ ունեցած մարզաձևերը, որոնք այսօր հանգած են, չկան։ Այս մասին պիտի խոսեն պետական մարմինները, թե չէ ազգային օլիմպիական կոմիտեն դա ընդամենը հասարակական մի կառույց է, այնպես ինչպես ասենք բադմինտոնի հանրապետական ֆեդերացիան կամ նետաձգության կամ վինդսորֆինգի ֆեդերացիան։ Ընտրովի մարմին է, այսօր մատը տնգում ընտրում ես Պողոսին, վաղը Պետրոսին կընտրես։ Ուրեմն պետության տված փողը, եթե պիտի ծախսի հասարակական մարմինը, ես կարծում եմ, այստեղ կառավարությունը պիտի վերանայի, իսկապես սա ճիշտ է թե սխալ։ Խոսելով ծրագրերի մասին, պատասխանատվության մասին, տեսեք ծրագրերը իհարկե հաստատվում են ֆեդերացիաներում, բայց այդ ծրագրերը ի վերջո կազմում են մարզիչները, հավաքականների մարզիչները, մարզչական խորհուրդը, այսինքն մասնագետներ, ովքեր որ իրենք գիտեն իրենց գործը եւ իրենք են նպատակահարմար գտնում որոշում։ Այստեղ է խնդիրը, թե որ ֆեդերացիան, ասենք այդ ծրագրերը հաստատելուց հետո ինքը ինչ չի արել։ Այսինքն եթե մարզիչը գտնում է, որ ասենք ծանրորդները, քանի որ ծանրամարտի մասին ենք խոսում,
այս անգամ պիտի հերթական հավաքը անցկացնի ոչ թե Ծաղկաձորում, որը գումարային առումով խոսենք կարժենար, ասենք թե $10,000 համարժեք դրամ, Մարզիչը որոշումը ասենք անցկացնում ենք Պադոլսկում կամ Ստայկիում կամ ինչ-որ տեղ, ավելի երկար ժամանակով, ավելի շատ մասնակիցներով, որովհետև դրանք պետք են հետագայի համար, եթե հաշվի առնենք օլիմպիական ցիկլը։ Եվ եթե մարզիչներն ասել են ու չի արվել, այդ դեպքում թող իրանք կգան, կհավաքվեն, թող ասեն, որ այս միջոցառումը 2 տարի առաջ այս հավաքը, որ պիտի անեինք, որ Ծաղկաձորի փոխարեն մենք առաջարկեցինք անել Գյումրիում, որը որ ասենք պլյուս $500 համարժեք դրամ էր նստելու, արժենալու, եւ դուք ասեք, չէ, եկեք այդ $500 կնայեք, եկեք նորից Ծաղկաձորում անենք։ Այդ այդպիսի մի օրինակ կբերեն, թող դնեն հրաժարականներ պահանջեն։ Իսկ ինչ վերաբերում է ասենք օլիմպիական կոմիտեին կամ օլիմպիական կոմիտեի նախագահին։ Ես տեղյակ եմ, որ նախապատրաստության փուլում երևի թե վերջին 1 թե 2 տարում, գուցե թե ավելի շուտվանից, տեսեք մարզիկները որպեսզի լավ նախապատրաստվեն։ Ֆեդերացիայի նախագահները, ասենք, ես նկատում եմ լուրջ աշխատող ֆեդերացիաները, եւ ասենք օլիմպիական կոմիտեի նախագահը, կրկնում եմ, ինչ պիտի անեին, որ չեն արել։ Ես տեղյակ եմ, որ Չինաստանից ու Ճապոնիայից վերականգնիչներ ու վիտամիններ են բերվել, շատ թանկարժեք, եւ ոչ միայն ասենք ծանրամարտի, այլ նաեւ մյուս մարզաձևերի համար, որպեսզի մարզիկները կարողանան ոչ մի խնդիր չունենան նախապատրաստվելու ընթացքում։ Այլ խնդիրը թե այդ հավաքների ժամանակ գլխավոր մարզիչները եւ ասենք անձնական մարզիչներն ինչպես են աշխատել, ճիշտ են արդյոք աշխատել թե չէ, կամ իրենց ծրագրերը ճիշտ էին կազմել թե չէ։ Վերջին հաշվով մասնագետները իրենք են որոշում, թե ինչ առաջարկում։ Եվ եթե առաջարկը հիմնավորում են, ուրեմն ֆեդերացիաները եւ օլիմպիական կոմիտեն այդ առաջարկները կատարել են, ապահովել են այդ առաջարկները։ Մի ուրիշ բան էլ ասեմ, այ Յուրի Վարդանյանի հայտարարությունը կամ ինչ-որ բան, ինչ-որ ես էլ այդքան լավ տեղյակ չեմ, բայց ինչ-որ առաջարկել էր, որ գտել էր, որ առանձին հավաքականից մարզվելը, ասենք Արաքել Միրզոյանը, որ անձնական մարզչի հետ, որ առանձին է մարզվել, դա սկալ էր։ Գուցե սկալ էր։ Պարզապես ինձ հետաքրքրում է մի բան, եթե այդ բանը կար, եթե ասենք Արաքել Միրզոյանը հոր հետ արդեն երկար ժամանակ առանձին է մարզվում։ Ընդունենք օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին շրջաններն են։ Այդ ժամանակ ինչի նախապես չասվեց։ Այդ հայտարարությունը գոնե մի անգամ արվել, որ չի կարելի առանձին մարզվել, որ կանխվեր այդ առանձին մարզվելը, թե սպասում ենք, եթե ձախողվեն, արտահայտվենք։ Իսկ եթե հանկարծ Արաքել Միրզոյանը աստվածատար չեմպիոն դառնար կամ մեդալակիր դառնար, ասվելու էր, որ սխալ է եղել առանձին մարզվելը։ Կամ ասենք, այս ձախողումներից հետո հերոստահալիկներից մեկով Իսրայել Միլիտոսյանը, մեր մյուս օլիմպիական չեմպիոնը, խոսում է, ասում է, քաշ գցելը եւ միանգամից մասնակցել մրցմանը, դա շատ սխալ է, կարճ ժամանակում քաշ գցելը։ Գիտենք, Արաքել Միրզոյանը 77-ից իջել է 69 կիլոգրամ, որտեղ այնտեղ կար Տիգրան Մարտիրոսյան։ Եթե այդ բանը կար, քաշ գցելը սխալ էր, երբ որ որոշվում էր քաշ գցել, օլիմպիական չեմպիոններ, ինչի չէիք ասում, որ դա սխալ է, դնեիք քննարկեիք։ Ստացվում է այսպես, Օքսեն Միրզոյանը օլիմպիական չեմպիոն գտնում է, որ ճիշտ է առանձին մարզվելը, գտնում է, որ ճիշտ է քաշ գցելը, մի ուրիշ օլիմպիական չեմպիոն ասում է, որ առանձին մարզվելը սխալ էր, եւ մեր երրորդ օլիմպիական չեմպիոնը ասում է քաշ գցելը սխալ էր։ Այսինքն 3 օլիմպիական չեմպիոններ, 3 մասնագետներ, 3 ծանրամարտի աստվածներ։ Ուր էիք այսքան ժամանակ։ Սպասում էիք ավարտվեր, ամեն ինչ ավարտվեր, հետո ամեն մեկը ձեր տեսակետը հայտնեիք։ Եթե կարելի է լրացնեմ Աշոտի միտքը, այդ դեպքում մի հատ ուրիշ հարց տամ։ Նախ ես չեմ անում ախպերս, ինչու անընդհատ ինչ հրաժարական, ինչ բան, ինչ եղել, բայց հաղթանակները մի վայրկյանում մոռացում են։ Սպորտ է եւ հաջողություն կա եւ անհաջողություն։ Այդ անհաջողության պատճառները գիտեն իրենք մասնագետները, բայց ինչ վերաբերում է Օքսեն Միրզոյանի որդուն Արաքել Միրզոյանի անհաջողությանը, բայց չէ որ Արաքել Միրզոյանը Օքսեն Միրզոյանի նույն ղեկավարությամբ իրենց տանը, իրենց սեփական մարզադահլիճում պարապելով դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այդ դեպքում ճիշտ էր Օքսեն Միրզոյանի մոտեցումը, ճիշտ էր Արաքել առանձին պարապել է թե սխալ։ Ուրեմն ճիշտ էր, չէ՞, դու չես կարող ասել ճիշտ է թե սխալ, այստեղ եւ եկեք վերանանք ծանրամարտի թեմայից, որովհետեւ շեշտում եմ անհաջողություն բոլոր մարզաձևերում եղել են, կան ու կլինեն։ Ինչ է մեր բռնցքամարտը փայլուն վիճակում է։ Այստեղ շատ գործոններ կան։ Օրինակ մենք ինչ գիտենք, ինչ է եղել մեր ծանրորդների հետ։ Հնարավոր է հոգեբանական մոմենտներ կան եւ այլն, բայց հոգեբանորեն թույլ են լինում սովորաբար վատ մարզավիճակում գտնվող մարզիկները։ Դա այսպես ապացուցված բան է։ Իհարկե, թող
Աշոտ Հակոբյան ասածը միանշանակ ընդունվում է, ճիշտ է, մարդը իր փորձից է ասում, փաստերով է ասում, բայց նաև ես էլ ասենք, որ հավաքականների մարզիչներն են ընտրվում ֆեդերացիաներում։ Եվ ոչ մեկը չի կարող ասել, թե այս կամ այն պարագայում թերացել ենք մեր նախապատրաստական փուլերում։ Ես մի ուրիշ հանգամանք էլ կուզեի ասել, նկատել մեր դերևս այսպես ասեմ, գլխավոր հրետանի համարվող ըմբիշների մասին։ Ուր է Վանաձորյան Ազատ ըմբշամարտը։ Նա մեր գլխավոր շտեմարանն էր։ Ուր է։ Ինչու մեր ազգային հավաքականում անցյալ տարի 7 քաշային կարգերից 5-ը հրավիրված դրսի մարզիկներ էին։ Ինչու։ Չէ՞ որ Հայաստանցի առաջին աշխարհի չեմպիոն եւ գավաթակիրը եղել Ազատ ոչի ըմբիշ մեր լեգենդար լուսահոգի Նորայր Մուշեղյանը։ Նրան հաջորդել են Գուրգեն Բաղդասարյան, Արշակ Սանոյան, Պավել Մալյան, Նազար Ալբարյան, մի ամբողջ պլեյադա, այսպես ինչ եղան նրանց ստեղծած ավանդույթները։ Մեղքը բարթել միայն ազգային հավաքականի վրա, իմ կարծիքով սխալ է։ Պիտի խոսքս վերաբերում այդ մարզադպրոցներին, տակից պիտի կադրերը աճեն ու գան, պիտի այսպես ասենք, վերջ տրվի, եթե կա, պետք է վերջ տրվի աղբերախաղությանը եւ եթե քաղաքականություն ուզում իր թաթը դրել սպորտի վրա, թող խնդրում եմ քաղաքական գործիչներից, կուսակցության ղեկավարներից, թող հեռու մնան, միևնույն է սպորտը անողոք է, սպորտում փաստերը հաջողությունների կամ անհաջողությունների, այսպես կմերկացնեն ցանկացած քաղաքական խաղ, այդպես շատ ճիշտ է։ Մենք ունեցել ենք օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր ջրած հատկորտներ, Դավիթ Համբարձումյան եւ Սիլվար Տենիզյան, փաստերով խոսենք։ Այսօր ուր են ջրած հատկորտները։ Աշտարակներն են կերել։ Մի հատ Դավիթ Համբարձումյանի դպրոցում կա ջրած հատկի աշտարակ։ Ուր են այդ աշտարակները։ Այսինքն մենք պիտի մի քիչ ավելի այստեղ պահանջում է պետական մոտեցում։ Այսքան բան կարող եմ ասել։ Պարոն Հրաչյա Ռոստոմյանը նորաշնորհակ նախարարը սպորտի երիտասարդության հարցերի Լոնդոն մեկնելու նախորդ օրը մամուլի ասուլից հրավիրեց եւ այնտեղ լրագրողներ եկան, որ մարդը ընդամենը երևի թե մի ամիս էլ չկա, որ օլիմպիական կոմիտեի նախարար է, բայց օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարներ դեռ Լոնդոն չմեկնած հարցը տվեցին, եթե այնտեղ անհաջողության մատնվի, դուք եւ օլիմպիական կոմիտեի նախագահ հրաժարական կտակ, թե չէ։ Եղբայր մարդը դեռ նորա նշանակվել նախարար, դեռ օլիմպիական խաղերը չմեկնարկած, դուք արդեն անհաջողությունների մասին եք խոսում եւ երևի թե սպասում էին այդ անհաջողության, որպեսզի հրաժարականներ պահանջեն։ Այդ հրաժարականը որ ասեմ, ես դրա մասին եմ ասում։ Եվ քանի որ հասկանալի է ժողովրդին ծանրամարդ ըմբշամարդ, բռնցքամարդ, դեր հիմնական հրետանին են եղել։ Բայց չգիտես ինչի բոլորը մորալության են մատնում մեր երկու ձյուդոիստների մասնակցությունը օլիմպիական խաղերին։ Երբ որ 2-3 համապատասխանաբար 3 եւ 2 հաղթանակից հետո Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը հերթական գոտեմարտերում պարտվեցին ոչ թե նրա համար, որ հնարքի տակ ընկան, ոչ թե նրա համար մրցակիցը իրենցից ավելի ուժեղ էր, այլ պարզապես пассив մենամարտի պատճառով երկու նախազգուշացում ստանալու պատճառով։ Այսինքն նրանք պարտվեցին առանց պարտվելու, ասենց ասեմ, մրցակցին պարտվելու։ Իսկ ասենք ձյուդոյի մասին, տեսեք այսօր ոչ մեկը չի ուզում խոսալ, կամ ասենք կարծես թե արդեն ձյուդոն մոռացան մատնվել։ Ասենք այս օլիմպիադայում ասենք ինչ որ բան չստացվեց։ Սպորտը ամեն ինչ էլ լինում, ամեն ինչ էլ կպատայի։ Չեմ ասում ընդհանրապես ամեն ինչ մոռանանք, թե ինչի չեղավ։ Պետք է վերլուծել, տեսնել որն էր պատճառները եւ անել այնպես, որպեսզի հետագայում այդ բաները չլինեն։ Հայաստանում նաև բավական բուրն են արձագանքում, երբ հայ ազգի մարզիկները այլ պետությունների դրոշի ներքո են հաջողությունների հասնում եւ ընդ որում բավական հակասական արձագանք է, կամ ուրախանում են, կամ ընդհակառակը ասում են այստեղ դեռ չէին կանգնել, ահա գնացին ուրիշ պետության համար մեդալ նվաճեցին։ Դուք որ մոտեցումն եք ավելի ընդունել։ Նախկինում նման փաստեր գիտեի, այս կոնկրետ այս օլիմպիադայի հետ կապված նման փաստ չի արձանագրվել։ Եթե գիտեք, խնդրեմ ասեք։ Ձյուդոիստը ռուս։ Ձյուդոիստի ինչ կապ ունի Հայաստան։ Տղան 6-7 տարեկան է եղել եւ ծնողները Շամշադինի շրջանի վերին Կարմիր աղբյուր, թե ներքին Կարմիր աղբյուր գյուղից տեղափոխվել են Կռասադարում ապրելու։ Ինչ ձյուդոիստ է, ինչ մարզիկ։ 7 տարեկան երեխան Շամշադինում էլ ձյուդոյի տատամի չեն տեսել, այսօր էլ չկա այդ գյուղում։ Դա այսօր կապ չունի, նա չի մեկնել Հայաստան։ Դե փորձեցին քաղաքական ինչ-որ քաղաքականության մեջ ներքաշել, որ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ ինչ-որ խնդիրներ ունեցել, ես ինչքան հիշում եմ այդպիսի բան են ասել, դրա ամենքը թողել գնացել է։ 7 տարեկան երեխան հաստատ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ խնդիրներ չէր կարող ունենալ։ Այսինքն եւ
Բացի դրանից էլ օրինակներ բերենք, օրինակ հիմա Ռազ Սարգսյան կամ մեկը մարտարվեստների Հոլանդիայում ապրում, վերջերս Տոկիոյում հաղթեց աշխարհի 2010 թվականի չեմպիոնին։ Այդ մարդը ապրում է Հոլանդիայում, ծնողները գնացել են, ինքը 20 տարեկան է, 19 տարի առաջ ծնողները գնացել են։ Այսինքն ինքը 1 տարեկան է եղել, հիմա ինչ ասենք Հայաստանում դեռ չէին կանգնում։ Եվ վերջին հարցը հաշվի առնելով նաև նախկինում մեր ունեցած մարզական ավանդույթները, այսօր որ մարզաձևերում եք իրատեսական համարում, որ ներդրումները կարող են լուրջ արդյունքներ բերել։ Բռնցքան արտում, որ ես ասում եմ Փառք ու պատիվ Անդրանիկ Հակոբյանին, որը գերազանց մրցելույթ ունեցավ Լոնդոնում եւ ինչպես ասում են մրցավարների կողմնակալության զոհ դարձավ եւ Փառք ու պատիվ Արման Երեմյանին, որը կարող էր բրոնզե մեդալակիր դառնալ, բայց դարձավ, նրա 3 մենամարտերին ես ականատես հերոստատեսությամբ դիտել եմ, հետևել եմ եւ հրաշալի մենամարտեց առանց այսպես մարտական որակները զիջելու, նրա համար կապ չկար բրոնզե համար պատմված պայքարում տանտերեր մրցակիցը ամբողջ դալիճը վանկարկում էր տանտիրոջ անունը, թե չէ Արմանը տղամարտավարի մինչև վերջ պայքարեց Փառք ու պատիվ նրան եւ առաջին անգամ Հայաստանում թեքվանդոն նա ներկայացեց օլիմպիական խաղերում։ Ես գիտեք ուզում եմ որ իսկապես սպորտում օրինակ այս անգամ օլիմպիական խաղերում մասնակցել եմ 15000 մարզիկ մարզուի, բայց խաղարկվել են ընդամենը 530 կոմպլեկտ մեդալ։ Բնականաբար բոլոր մեդալակիր չէին դառնա։ Սպորտում լինում են հաջողություններ եւ անհաջողություններ։ Մենք ուզենք որ ընդամենը պայքարով Արման Երեմյանի նման պայքարելով թող պարտվեն։ Մենք ուզում ենք պայքարի ոգի տեսնել մեր մարզիկների մոտ, որը սա արդեն այս պարագայում արդեն հավաքականների մարզիչները, մարշական խորհուրդը անպայման պիտի այդ ոգին ինքը ներարկի։ Իսկ մի բան խնդրեմ, եթե հնարավոր է ձեր ռադիոյի միջոցով խնդրել կառավարությանը, որ հավաքականների մարշական խորհուրդները համալրեն, հաստիկ տան ընդհանուր ֆիզիկ պատրաստականության համար աշխատող մարզիչներին։ Մեր մոտ 2-3 մարդ ասում են բավական է։ Ըստ որում այստեղ անշուշտ մեծ է նաև հավաքականների, բոլոր անխտիկ բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների մեղքը, որոնք այսպես չեն ուզում իրենց մարզումների մի տեսակ չեն խնդրում են խորհրդային միության դպրոցով անցած մասնագետներին ծերունազարդ, որ եկեք նայեք մեր մարզումները, ումը ինչ խորհուրդ կտաք։ Մենք լրագրողներս թերթով բազմիցս խնդրել ենք բերանացի անձնական հանդիպումները, որ տղերք, այս մարդիկ այսօր կան, վաղը չկան, դիմեք էլի նրանց աջակցությանը, հաստատ ձեր պաշտոնին չեն հավակնում, նրանք ի վիճակի չեն, նրանք այլևս առողջությունը չի երիքում, բայց չգիտես ինչու ամեն մեկը դե ակադեմիկոս է, եթե արտասահմանցի մարզիչը կարող է գլխավոր մարզիչի մարզչական թիմում ունենալ 10-12 աշխատող, մեր հավաքականների մարզիչները երևի շատ ավելի եսիմինչ են, մեծամիտ են, ես ընդհանրապես այն որակում, որ չեն ուզում խորհրդակցել այդ փորձառուներից դասեր ստանան։ Որտեղ իրենց թվում է թե եթե իրենք մի քանի մրցումների գնացել են, շփվել են անգլերեն մի երկու բառ գիտեն, արդեն ամեն ինչի ի վիճակ են, արդեն յուրացրել են մարզչական բոլոր դասերը։ Իսկ ասենք ներդրումների հետ կապված, գիտեք, ես այսպես եմ մտածում, որ ոսկե մեդալ, անպայման ոսկե մեդալ նվաճելը դա դարձնենք գերխնդիր եւ ամեն ինչ ներդնենք անպայման ոսկե մեդալներ ունենալու համար, դա այդքան էլ ճիշտ չի։ Շատ լավ կլինի, որ ներդրումներ լինեն, մեդալները շատ լինեն։ Բայց կարելի է օրինակի համար ներդրում եթե անեն, իսկ ինչու ոչ խաղային մարզաձևերին։ Ասենք Հայաստանում ինչի չզարգացնենք, ասենք բասկետբոլը մենք ունեցել ենք հրաշալի հատիս թիմ Աբովյանի ժամանակ, Աբովյան քաղաքում էր ինքը սովետական խաղերի չեմպիոն եւ փոխ չեմպիոն Արմենա Կալաջաջյան, Էլեն Բունյացյանց չեմպիոնուհի ունեցել ենք վոլեյբոլի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Նինա Մուրադյան, Եվրոպայի չեմպիոն Սերո Փլավչյան, ունեցել ենք ջրած հատկորդներ ասեցինք, ունեցել ենք սեղանի թենիսիստերի մի ամբողջ խումբ, այսպես ջոկա փայլուն, եւ այսօր սեղանի թենիսը մեռած է Հայաստանում։ Բայց չէ որ անուններ չտանք շատ են նրան։ Պարզապես այդ ներդրումները պետք է արվի հնարավորության սահմաններում շատ եւ ճիշտ ներդրումներ արվի։ Այսինքն միայն փող տրամադրելը չի, միայն ներդրում անելը չի, այսինքն պիտի նաեւ պահանջես։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնեմ Ազատություն ռադիոկայանի հյուրերն էին Առավոտ օրաթերթի մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի լրատվության վարչության պետ Յուրի Ալեքսանյանը։